խոսքասելու ցանկություն ունի իմ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։ Ողջունում եմ հարգելի ներկաներ, բոլորիդ, մեր բոլոր գյումրեցիներին, Աստված օգնական, սրբազան հայր։ Ես մեր խմբակցության անունից, Մայր Հայաստան դաշինքի անունից շնորհավորում եմ կոմունիստական կուսակցությանը քաղաքի կառավարումը ստանձնելու կապակցությամբ եւ բոլոր ընդդիմադիր խմբակցություններին ձայն տված քաղաքացիների եւ շնորհավորանքը եւ վստահությունը պարտավորեցնող է, որ յուրաքանչյուրս մեր մասով զերծ մնանք անձնական ամբիցիաներից եւ լծվենք քաղաքի զարգացման ծրագրերը իրագործելով։ Մեր օրինակով մենք ցույց ենք տվել, որ չենք ուզում որևիցե պաշտոններ, որպեսզի օգուտ բերենք քաղաքին։ Եվ ուզում եմ երկու շատ կարևոր հարցի անդրադառնամ, որ իշխող ուժը առաջ է քաշել այս ընթացքում։ Առաջինն է, դուք տարբեր եք խմբակցություններով, հետևաբար առաջացնելու եք ճգնաժամ քաղաքի կառավարման մեջ։ Ես ուզում եմ փոխանցել իրենց, որ 2021 թվականից է քաղաքի ճգնաժամը առաջ եկել, երբ որ ամբողջ քաղաքի առաջ դաշինք կազմելով, հուշագիր ստորագրելով Պալասանյան դաշինքի հետ տապալեցիք քաղաքի կառավարումը։ Տապալեցիք յուրաքանչյուր ծրագիր, կադրային քաղաքականություն։ Եվ մյուս հարցը, որ տարբեր լինելով դուք ինչպես եք կարողանալու գործանեք։ Ինչքան էլ տարբեր լինենք, հաստատ երկրի դավաճանական մոդեցումների հարցում միասնական ենք եւ դեմ ենք նման պահվածքին։ Եվ ամենակարևորը, Արցախը համարում ենք հայկական։ Շնորհակալ եմ բոլորից, հուսով եմ գյումրեցիները հուսախաբ չեն լինի մեր ընդհանուր Գյումրիի կառավարման հարցերում։ Ելույթի խոսքասելու ցանկություն ունի Հյուպատոս Տիտով Իգոր Բարիսովիչը։